Իմ խոսքս և քարոզությունս ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր, հապա հոգին համոզիչ զորությունով, որպեսզի ձեր հավատքը մարդոց իմաստությունով չլա, հապա Աստուծո զորությունով։ Սակայն կատարյալներուն հետ իմաստության մասին կխոսենք, բայց ոչ թե աշխարհի իմաստության և ոչ էլ այս աշխարհի մահկանացու իշխաններուն, հապա Աստուծո ծածուկ իմաստության մասին կխոսենք խորհրդով, որ աշխարհին ստեղծվել են, արած սահմանեց Աստված մեր փառքին համար, որ այս աշխարհի իշխանները ոչ մեկը չջանչցավ նրան։ Քանզի եթե ջանչցածը լայն ալ փառքերուն տերը խաչը չէին հաներ, հապա ինչպես գրված է այն բաները, որոնք աչք չէ տեսել և ականջ չէ լսել, ու որոնք մարդու սրտին մեջ չեն ընկել, Աստված զինք սիրողներուն պատրաստեց, բայց Աստված մեզի հայտնեց իր հոգիով, վասնզի հոգին ամեն բան կքննե, Աստուծո խորունկ բաներն ալ վասնզի մարդոց մեր, ով գիտե մարդուն բաները, բայց միայն մարդուն հոգին, որ իր մեջ է, նույնպես Աստուծո բաները մեկը չգիտեր, բայց միայն Աստծո հոգին։ Այսօր պիտի խոսենք թաքնված իմաստության մասին։ Ուրիշ բառերով էլ կարող եք որակել գաղտնի իմաստություն, ծածկված իմաստություն, պահված իմաստություն։ Հայերենը շատ հարուստ է, չէ՞, տարբեր հոմանիշներով։ Ուրեմն այսօրվա նյութը սկսենք Սուրբ գրքից ընթերցանությամբ, որպես բնաբան թող ծառայի մեզ համար, սկզբնակետ, starting point։ Կորինթացիների առաջին նամակ, երկրորդ գլուխ 4 համարից։ Պողոս առաքյալ այսպես է վկայում. ու իմ խոսքս և քարոզությունս ոչ թե մարդկային իմաստության համոզիչ խոսքերով էր, հապա հոգու համոզիչ զորությունով, որպեսզի ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, հապա Աստծո զորությունով։ Սակայն կատարյալներու հետ իմաստության մասին կխոսենք, բայց ոչ թե աշխարհի իմաստության և ոչ այս աշխարհի մահկանացու իշխաններուն, հապա Աստծո ծածուկ իմաստության մասին կխոսենք խորհրդով, որ նշանակում է գաղտնիք, որ աշխարհի ստեղծվելից առաջ սահմանեց Աստված մեր փառքի համար, մեր փառքի, որքան մենք անարժան ենք այդ բանին, որ այս աշխարհի իշխաններից մեկը չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին, այլ փառքերի Տիրոջը խաչը չէին հանի, հապա ինչպես գրված է, այն բաները, որոնք աչք չէ տեսած և որոնք ական չի լսած, որոնք մարդու սրտի մեջ չեն ընկած,
Աստված իրեն սիրողներին պատրաստեց, բայց Աստված մեզ հայտնեց իր հոգիով, վասնզի հոգին, այսինքն Սուրբ հոգին, կքննե ամեն բան Աստծու խորհուրդ բաներն էլ։ Այս մի քանի համարների մեջ 5 անգամ գործածվեց իմաստություն բառը։ Wisdom, mudrost ռուսերենով։ Հունարեն Սոֆիա։ Այստեղից էլ գալիս է նաև ֆիլոսոֆի կամ ֆիլոսոֆիա բառը, ֆիլո նշանակում է սեր, սոֆիա նշանակում է իմաստություն, այլ կերպ ասած մեկ բառով իմաստասիրություն։ Մեր քննարկածը աշխարհիկ փիլիսոփայության հետ անգամ եզր չունի, որովհետև տեսեք թե աշխարհիկ փիլիսոփայությունը ինչպես է բացատրվում։ Այն վերաբերում է բոլոր բարձր ինտելեկտին, լայն մակարդակի գիտելիքներին, գործերի կառավարման հմտության եւ առողջ դատողության, sound judgment, բայց աստվածային իմաստությունը հետևյալն է. տիրապետել աստվածային գիտելիքներին, անվերապահորեն դրանք դարձնել հավատալիք եւ գործածել մեր կյանքի մեջ։ Նախ իմանալ, սեփականացնել եւ գործածել մեր կյանքերի մեջ, ահա իրական իմաստությունը։ Պողոս առաքյալը մասնավոր նշում է, որ իր խոսքը եւ քարոզությունը մարդկային իմաստությամբ չի ձեզ մատակարարվում։ Մարդկային իմաստությունը փուչ է, որտեվ այն շուտով կցնդի կանցնի կգնա, բայց այն իմաստությունը, որ գալիս է Սուրբ Հոգուց եւ Սուրբ Հոգին է համոզում, ուրիշ մեկը քեզ այլ բանով չի կարող խաբել։ Շատ հաճախ Աստծո խոսքի մեջ խարդախում են եւ փնտրում են կամ փորձում են մարդկանց համոզացնել իրենց գաղափարները։ Ինչ որ սովորում ենք, միմիայն հաստատված պիտի լինի Աստծո խոսքի վրա։ Ահա դա է իրական իմաստությունը, որ մենք ստանում ենք Աստծո խոսքից։ Սուրբ Հոգու համոզիչ զորություն։ Ում ուղղեց խոսքը Պողոս առաքյալը, որ լսարանին։ Ուշադիր եք։ Ասաց կատարյալների հետ իմաստության մասին կխոսենք։ Կատարյալ, արդյոք կա մեկը, որ կատարյալ է, ով կա։ Հիսուս Քրիստոսից զատ երկիր մոլորակի վրա ուրիշ մեկը կատարյալ չի եղել, որ քայլել է։ Հիսուս կատարելության կատարելությունն է։ Աստված մարմնով հայտնված ու մեջ աստվածության ամբողջ լեցունություններ։ Իր մեջ մեղք չկար, հետևաբար Հիսուս ոչ կարող էր մեղք գործել, ոչ էլ մի սխալ բան անել։ Հիսուս Աստված էր, երկրի վրա մարմնով հայտնված։ Ուրեմն ինչպես պիտի հասկանանք կատարյալների հետ, մարդը անկատար է, 6 համարը։ Կատարյալների հետ խոսում ենք իմաստության մասին, բայց ոչ թե աշխարհի իմաստության, ոչ թե այս աշխարհի մահկանացու իշխանների։ Լավ, դիմենք ուրիշ լեզուներին, տեսնենք այս կատարյալը մեզ ինչ է տալիս։ Ռուսերենով գրված է «Совершенным», նույնպես նշանակում է կատարյալ։ Հունարենին ենք դիմում «Թելեոսիս», եւ այս բառը ձեզ պիտի ծանոթ լինի։ Հիսուս խաչի վրա, երբ որ ասաց ամեն բան կատարվեց, թելեոսիս, ամբողջացավ, ամբողջությամբ վճարվեց մեր մեղքերի համար։ Կարծես թե այս կատարելությունը այսպես կարմիր գծի նման գնում է։ Սակայն, երբ որ խորանում ենք եւ պիտի ասենք, որ անգլերենի թարգմանությունը այս պարագային մեզ ամենաշատն է օգնում։ Անգլերենի մեջ այս կատարյալ բառը գրված է ինչ։ Mature, որ նշանակում է հավատքի եւ գիտության մեջ հասուն մեկը։ Հետևաբար Պողոս առաքյալը Կորինթացիներին նամակ է գրում, բայց այնտեղ
խառնի ճաղանց ժողովուրդ կար, անգամ անհավատներ էին մտել այդ եկեղեցին, ոմանց հավատքը տարուբերվող էր, ոմանք մեռելների հարության չէին հավատում։ Պողոս առաքյալը ասում է, այս խոսքը վերաբերվում է հասուններին, նրանց հետ է, որ աստվածային իմաստության մասին եմ ես խոսում։ Ուրեմն Հիսուս ասաց կատարվեց թելիոսիս եւ մեր մեղքերի համար խաչի վրա վճարեց, որպիսի հավատացյալները Քրիստոսի մեջ ունենան այդ կատարելությունը, այդ իմաստությունը Քրիստոսի մեջ, եւ սա կոչվում է positional, այսինքն դիրքի մեջ մենք դարձանք կատարյալ, դիրքի մեջ ստացանք աստվածային իմաստությունը։ Բայց նաև Պողոս առաքյալի ամբողջ միտքը, որ հավատացյալները նաև վիճակի մեջ, հոգևոր կյանքի մեջ էլ հասունության հասնեն։ Անգլերենով ասեցինք mature բառը ճիշտ համապատասխանում է։ Եվ Պողոս առաքյալը կորինթացիներին շատ ամաչեցրեց։ Գրած շատ համարներ կա, որ ուղղակի նրանց խոցում էր։ Եկեք մի քանի համար էլ կարդանք Կորինթացիների առաջին նամակ, հենց նույն տեղն է, 3-րդ գլուխ առաջի համարից։ Եղբայրներ, չկարողացա խոսել ձեզ հետ որպես հոգևորների, հապա որպես թե մարմնավորների, որպես Քրիստոսով տղայոց, ձեզ կաթ կերցրի եւ ոչ թե կերակուր, վասնզի դեռ կարող չէիք ու հիմա էլ տակավին կարող չեք, վասնզի դեռ մարմնավոր եք։ Երեխան որքան ժամանակ է կաթ ուտում, որքան 1-2 տարի, միգուցե ոմանք 3, բայց դրանից հետո պիտի հաստատուն կոշտ կերակուր ուտի, չէ՞ մեծանալու համար։ Բայց տարիները անցան, կորինթացիները մնացին նույն մարմնավորները։ Եվ ինչ օրինակ է բերում, որովհետև տակավին ձեր մեջ կա ինչ նախանց եւ հակառակություն եւ բաժանումներ, չէ որ մարմնավոր եք եւ մարդկորեն կքայլեք։ Քանզի երբ ձեզ մեկը կսե, թե ես Պողոսյանն եմ, եւ մյուսը թե ես Ապողոսյանն եմ, չէ որ մարմնավոր եք։ Բայց ով է Պողոսը կամ Ապողոսը, պաշտոնյաներ են, որոնցով հավատացինք եւ ինչպես Տերը տվավ, անոնց ամեն մեկուն։ Ես տնկեցի, Ապողոսը ջուր տվեց, բայց Աստված է աճեցնողը։ Ուստի ոչ տնկողը մի բան է, ոչ էլ ջուր տվողը, հապա Աստված է, որ աճեցրեց։ Ուրեմն բաժանումներ կար, անգամ գրում է, որ ոմանք Պետրոսի կողմն էին, միայն մի մասն էր ասում, որ իրենք Քրիստոսի կողմն են։ Եվ դա միակ ու լավագույն եւ ճշմարիտն է։ Քրիստոսի կողմն ենք մենք բոլորս։ Դեռ այս կարդացածին կվերադառնանք, իսկ ինչու՞մ է կայանում Աստծո ծածուկ, թաքուն, գաղտնի իմաստությունը։ Ձեր համբերությունը չպիտի չարաշահեք եւ միանգամից ասում ենք։ Հիսուսի կատարած գործը, խաչելությունը եւ նրա հրաշափառ հարությունը, որ հանդիսանում է ավետարանի կենտրոնը։ Ավետարանի գլխավոր նյութը Հիսուսի խաչելությունը եւ նրա հրաշափառ հարությունն է, որ այդ միջոցով մեզ փրկություն բերվեց։ Եվ 8 համարը ինչ ասաց, որ այս աշխարհի իշխաններից մեկը չճանաչեց, քանզի եթե ճանաչած լինեին, այլ փառքելու Տերը խաչը չէին հանի, այսինքն իրենք իմաստությունից զուրկ գտնվեցին եւ այդ քայլին գնացին։ Իրենց համար սպասվող Մեսիան ով պիտի լիներ, թագավոր պիտի գար եւ պիտի հայտնվեր իրենց որպես թագավոր եւ աշխարհի վրա պիտի թագավորեր, սակայն Հիսուսի հետ ինչպես վարվեցին, խաչեցին։ Եվ սա անընդունելի մի բան է, խաչված մեկը ինչպես կարող է լինել թագավոր։ Եսայի 53-րդ գլուխը գիտեն, կարդում են, մինչև այսօր կարդում են եւ խաբված են, կարծելով, որ դա գրված է իրենց ազգի մասին, որ իրենք ամբողջ աշխարհի համար պիտի չարչարանք կրեն եւ բայց մեղքերը, ձեր մեղքերը ով պիտի վերցնի։
Ու շատ մարգարեություններ, Սաղմոսում գրություններ եւ այսքանով հանդերձ այս ամենը մնում է որպես առեղծված եւ գաղտնիք իրենց համար։ Որպեսզի մեկը կարողանա առանձին այս գրությունները քովի բերի եւ ընդհանուր պատկեր ունենա, ոչ միայն Սուրբ Հոգին պիտի ունենա, այլ նաեւ Սուրբ Հոգու տրված իմաստությունը եւ լցված գիտությունը պիտի ունենա։ Եսայի 53-ը բացահայտ Հիսուսի չարչարանքներն են գրված, Մեսիայի մասին է գրված։ Իսկ մենք հիմա անդրադառնանք Սաղմոս 22-ին, որտեղ որ մենք կարդում ենք Սաղմոս 22 առաջի համար։ Աստված իմ, ինչու զիս թողեցիր։ Դավիթ իր մասին է ասում, Քավլիցի։ Այս մարգարեական խոսքը խաչի վրա իրականացավ, Մատթեոս 27:46։ Զիս փրկել են եւ պորալուս խոսքեր են հերու կեցար, Մարկոս 15:34։ Հիմա կարդում ենք նույն Սաղմոս 22-ի 7-8 համարները։ Բոլոր զիս տեսնողները զիս ծաղր կնեն, շրթունք կբանան, գլուխ կերերցնեն ասելով. Տիրոջը հուսած թող փրկեն նրան, թող ազատեն նրան վասնզի նրան հավնեցավ։ Մատթեոս 27:42-43, գրեք դուք սերտեք հետո, Ղուկաս 23:35, շարունակություն 13-րդ համարից։ Իրենց բերանեին վրաս բացին, հափշտակող եւ բռնչող առյուծի պես, ջուրի պես թափվեցա ու բոլոր ոսկորներս քանդվեցին։ Սիրտս մոմի պես եղավ, հալեցավ փորիս մեջ, չորացավ իմ ուժս հողի ամանի մպես ու լեզուս քիմքիս փակեց։ Եվ զիս մահվան հողը դրին, վասնզի շները 4 կողմս առին, չարերուն ժողովը զիս պատեց, ձեռքերս ու ոտքերս ծակեցին։ Դավիթի ձեռքերն ու ոտքերն են ծակե։ Տեր Հիսուսի, սա խաչի վրա տեղի ունեցավ, իմ բոլոր ոսկորներս կրնամ համրիլ, Հովանու 19:36 համար։ Ահավասիկ բազմաթիվ գրություններ Քրիստոսի մասին եւ իրենք անմիտ գտնվեցին, թեև Սուրբ գրքի իրենք աստվածային խոսքի սովորեցնողներ էին, դպիրներ էին։ Ղուրանը իսլամի սրբազան գիրքը հեղինակ ով է։ Մուհամեդին եք վերագրում, հետևում սատանան է կանգնած։ Ուրեմն այդ գրքույկի 4-րդ սուրա եւ 137 այայի մեջ գրված է. Հիսուսը չի խաչվել, Իսան։ Ուրիշ մեկն է նրա փոխարեն խաչվել։ Եվ գիտեք ում մասին են գրում։ Հուդա Իսկարիոտացու։ Իբր թե Ալլահը Հիսուսին փրկել է, իր թշնամիների ձեռքից մի կերպ փրկել է եւ երկինք է տարել, ասել է դու արի իմ մոտ գործ չունես, դու իմ մեծ մարգարեն ես։ Ավելի ցնդաբանություններ էլ ունեն, որ Հիսուսը դատաստանի օրից առաջ պիտի գա երկրի վրա եւ հակաքրիստոսի դեմ պիտի պայքարի երկրի վրա։ Վայ։ Եվ այդ հակաքրիստոսը իրենց համար դաջալն է։ Հիսուս նրա դեմ պիտի պայքարի։ Գրված է, որ երբ որ Հիսուս փառքով ու զորքով գա, իր բերանի շունչով պիտի կորցնի այդ անօրենին եւ նա տեղը պիտի լինի ծծումբով այրված կրակի լիճը։ Եվ իբրև թե Հիսուս բնական մահով երկրի վրա պիտի մահանա։ Հիսուս եթե երկրի վրա ապրեր 5000 տարի, նա մահ պիտի տեսներ։ Ոչ, իր մեջ մեղանչական բնություն չկար, ահա դա է տարբերությունը աստվածային բնության եւ մարդկային ադամական բնության, որ մեր մեջ մեղանչական բնությունը կա, որի արդյունքում մենք մեղքեր ենք գործում, մեղավոր ենք, հետեւաբար մահկանացու ենք։ Հիսուս այդ նույն մարմնով երկրի վրա հավիտյանս հավիտենից կապրեր։
բայց մեզ համար այդ մահը ճաշակեց, իր կյանքը զոհեց, որպեսզի մենք կյանք ունենանք։ Չկա խաչելություն Քրիստոսի, որևէ մեկը չի կարող մեղքերի թողություն ստանալ, հետևաբար փրկություն չի կարող ունենալ։ Պողոս առաքյալը Կորինթացիների առաջի գլխում նորից հիշեցնում է աստվածային իմաստության մասին, կարդանք. Առաջի Կորինթացիս, առաջի գլուխ 18 համարից. Քանզի խաչի քարոզությունը կորսվածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներիս համար Աստծո զորությունն է։ Այստեղ իրենց համար դիլեմա կա։ Խաչի վրա մեռնող մեկը ինչ կարող է անել։ Վասնզի գրված է իմաստուններին, այս աշխարհի իմաստուններին, իրենց իմաստությունով պիտի կորցնեմ եւ նրա հանճարների հանճարը պիտի խափանեմ։ Ուր է իմաստունը, ուր է դպիրը, ուր է այս աշխարհի քննողը, չէ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը։ Քանզի Աստված հաճեցավ քարոզության հիմարությունով ապրեցնել։ Այն ինչ որ աշխարհի համար համարվում է հիմարություն, դրանով է Աստված մեզ ապրեցնում։ Դա է իրական իմաստությունը։ Ուստի աստվածային իմաստությամբ չթույլատրեց, որ աշխարհային իմաստությամբ մարդը Աստծուն ճանաչի։ Նա ով որ փորձում է իր գիտելիքներով, իր ինտելեկտով Աստծուն հասկանալ, երբեք չի հասկանալու։ Պիտի ինքնի լաբիրինթոսների մեջ։ Հնարավոր է որ հնդկական կրոնի մեջ հայտնվի։ Վասնզի հրեաները նշան կուզեն, հույները իմաստություն կփնտրեն, իսկ մենք քարոզում ենք խաչալ Քրիստոսը, ինչ որ հրեաներին գայթակղություն է եւ հույներին հիմարություն է, բայց անոնք որ կանչված են թե հրեա եւ թե հույն, Քրիստոս Աստծո զորությունն է եւ Աստծո իմաստությունն է։ Վասնզի Աստծո հիմարը, Աստծո համար հիմար կոչվածը մարդկանցից ավելի իմաստուն է եւ Աստծո տկարը մարդկանցից ավելի զորավոր է։ Իմացիր քու կոչումդ սիրելի եղբայրս եւ քույրս Քրիստոսով։ Լավ, խաչելության իմաստությունը որն է, եթե վերջում կա մահ, դեռ առավել Աստծո խոսքը ասում է այն ծածկված իմաստությունը։ Խաչելության աստվածաբանական կողմը քննենք։ Այս մահը Քրիստոսի խաչի վրա տեղ ունեցած փոխանորդական մահ է, substitutional death, այսինքն ես, դու եւ աշխարհի բոլոր մարդիկ մահվան արժանի ենք մեղավոր լինելու համար, բայց Հիսուս մեր բոլորի մեղքերը իր վրա է վերցնում եւ խաչի վրա իր կյանքը զոհում է։ Հասկանում ենք սա ինչ է։ Միջև վերջեր չենք հասկանալու, միջև երկինք չգնանք, բայց որքան որ շատ խորհենք, որքան որ շատ սերտենք եւ որքան որ շատ աղոթենք, որ Աստված երկնային իմաստություն տա, այնքան մեզ համար նորանոր բաներ պիտի բացվեն։ Լավ, այստեղ հարցում կա եւ սա դավանաբանական եւ վարդապետական հարցում է, որ նաեւ վիճաբանությունների տեղիք է տվել։ Հիսուս արդյոք համայն մարդկության համար իր կյանքը զոհեց, թե միայն ընտրյալների համար։ Ինչ է կարծում։ Համայն մարդկության համար։ Ոմանք ասում են, որ դա եւ սա կոչվում է սահմանափակ քավություն, limited atonement։ Այսինքն Հիսուսը որոշակի թվով մարդկանց համար զոհվեց, ընտրյալների համար զոհվեց։ Այդ պարագային Աստված երբեք արդար չէր կարող լինել, որտեվ նա, որ չի փրկվում, Աստծուն կարող էր ասել, որ Տեր Աստված, ինձ էլ ընտրեիր, ինձ համար էլ քավություն անեիր։ Համայն մարդկության համար ծառայեց Հիսուսի զոհը որպես քավություն եւ որպես
Դրա ապացույց ունենք Հովանու ավետարանչի գրած ընդհանրական թուղթը, առաջին նամակ, երկրորդ գլուխ եւ կարդում ենք առաջի երկու համարները։ Որդյակներս, այս բաները ձեզի կգրեմ, որպիսի մեղք չգործեք։ Եվ եթե մեկը մեղք գործելու լինի, հոր մոտ ինչ բարեխոս ունինք Հիսուս Քրիստոս արդարը, միակ բարեխոսը, միակ միջնորդը մարդու եւ Աստծու միջև։ Նա մեր մեղքերին քավություն է, ոչ միայն մեր մեղքերին, այլ ամբողջ աշխարհին էլ։ Հիսուսի սերը ամբողջ աշխարհի համար է, համայն մարդկության համար է։ Դա ուրիշ հարց է, որ մարդը իր խստապարանոց վիճակով, դեմ կանգնելով միշտ մերժում է այդ փրկությունը մինչև իր կյանքի վերջ։ Ինչ է սպասում այդպիսինին։ Սարսափելի սպասում դատաստանի եւ կրակի բարկություն, որ հակառակորդներին պիտի լափի։ Աշխարհի վրա միջև հիմա քանի 100 միլիոն մարդ է եկել, միլիարդ ասենք, որովհետև հիմա ներկայիս 8 միլիարդ եւ ավելի մարդ կա, 100 միլիարդ, 200 միլիարդ, որքան, բոլորի համար Հիսուս իր կյանքը տվել է, բոլորի համար։ Միակ ամբից եւ անարատ զոհը, որ աշխարհի սկզբից առաջ արդեն նախասահմանված էր։ Հայր Աստված մարդկության վրա ունեցած իր ամբողջ զայրույթը դրեց Հիսուս Քրիստոսի վրա։ Մենք հասկանում ենք Հիսուս մեզ համար ինչ է արել։ Ինչ զոհությունների է գնացել։ Մեր վրա եկող պատիժը, աստվածային զայրույթը հայրը դրեց որդու վրա։ Համայն մարդկության մեղքը Հիսուսի վրա դրվեց։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ գլուխ եւ 21 համար։ Վասնզի Աստված նրան Հիսուսին, որ մեղք չգիտեր, իր մեջ մեղք չկար, իր վրա մեղք չգտնվեց, այդքան հակառակորդ ուներ։ Ամեն ատեն շրջապատում էին իրեն, որպեսզի մի բան գտնեն իր վրա։ Հիսուս հարցրեց. ով կարող է ինձ հանդիմանել մեղքի համար։ Հակառակորդները կանգնած են եւ բոլորը լուր մնացին։ Որը մեկը ձայն չանեց, որտեվ Հիսուսի մեջ մեղք չկար, իր վրա մեղք չգտնվեց։ Բայց մեզ համար հայրը որդուն մեղավոր համարեց, որպեսզի մենք նրա միջոցով Աստծո արդարները լինենք։ Արդար չկա եւ ոչ մեկը։ Բոլորը մոլորեցան եւ Աստծո փառքից ընկած են։ Աղեկություն անող չկա եւ ոչ մեկն էլ չկա։ Այսինքն բոլորն էլ Աստծո պատժին արժանի են, ենթակա են, բայց Հիսուս այդ ամենը խաչի վրա մեզ համար վերցրեց իր վրա, որպեսզի մենք ազատագրվենք, որպեսզի մենք Աստծո արդարները լինենք։ Աստված եւ մարդ եղած թշնամությունը մեղքի պատճառով Հիսուսի խաչելության փոխվեց ինչի։ Հաշտության, reconciliation, թշնամությունից խաղաղություն։ Եվ հրաշալի է ներկայացված Եփեսացիների մեջ, կարդանք 2-րդ գլխից 14-ից 16 համարները։ Որովհետև Հիսուսն է մեր խաղաղությունը, որ երկուսը մեկ արավ եւ մեջտեղի բաժանող պատը, էս ի՞նչ պատը։ Չինական մեծ պատը, մեղքի պատը, որ Աստծո եւ մարդու միջև կար, իր մարմնով քանդեց։ Եվ իրար հետ եղած թշնամությունը եւ հրամաններով եղած պատվիրանքների օրենքը խափանեց, որպեսզի իրմով երկուսի տեղը նոր մարդ ստեղծե եւ ասով խաղաղությունն է, եւ երկուսը մեկ մարմին եղած հաշտեցնե Աստծո հետ իր խաչով։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ։ Աստծո եւ մարդու միջև եղած մեղքի պատը քանդվեց,
Մարդու եւ մարդու միջև եղած թշնամությունը, հատկապես այդ ժամանակ հрьяաներ եւ հեթանոսներ կատաղի թշնամություն կար։ Այդ պատն էլ քանդվեց։ Ուրեմն Հիսուս եղավ մեր խաղաղությունը, մեր արդարությունը եւ իր զոհով վերցվեց թշնամությունը եւ եկավ խաղաղություն քարոզեց, որ հերու եք, այսինքն հեթանոսներ, եւ անոնց որ մոտ էին, քանզի անոր ձեռքով մենք երկուսս էլ մեկ հոգիով հորը մոտենալու արտոնություն ունենք։ Եվ Տիրոջ առջև որևէ բացառություն չկա, որևէ լեզվից, ազգից եւ ժողովրդից, ով որ Տիրոջ անունը կանչի, Աստված նրան փրկություն պիտի շնորհի։ Ուրեմն Հիսուս իր արյունով վճարեց մեր մեղքերի պարտքը եւ այդ կերպով բավարարեց Աստծո արդարությունը։ Աստծո ամենագիտության եւ կանխագիտության համաձայն դա տեղի ունեցավ։ All knowing and all in advance knowing, Աստված ամեն բան գիտեր եւ կանուխ գիտեր, աշխարհի սկզբից առաջ ամեն բան գիտեր։ Դրա համար այս գառնուկը Հիսուս Քրիստոսը կոչվում է աշխարհի սկզբից առաջ մորթված գառնուկը։ Այսինքն Աստված դեռ չեղած ամեն բան գիտեր։ Աշխարհի հիմնադրությունից առաջ իր մոտ արդեն նոր երկինք եւ նոր երկիր է։ Բայց մենք ենք ընթացքի մեջ, մենք ընթանում ենք միջև հասնենք այդտեղ։ Աստված մարդու խորտները գիտի, երեկվանը, այսօրվանը, վաղվանը, ամեն բան Տերը գիտի։ Այդպիսի Աստված մենք ունենք։ Եվ Պետրոս առաքյալը այդ մասին մեզ տալիս է հետևյալը, առաջին նամակն է, առաջի գլուխ 18 համարից։ Գիտենալով, որ դուք ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցիք, որ ձեր հայրերից ստացաք անուղիղ ճանապարհներով։ Սա նաև դատապարտություն է իրենց բերված, որ այդ ամենը, որ ձեզ մնաց անուղիղ ճանապարհներով, կոռուպցիայի միջոցով եկած։ Դրանով չեք փրկվել, հապա Քրիստոսի պատվական արյունով, որպես թե ամբից եւ անարատ գառիմը, որ ճանաչված էր աշխարհի սկզբից առաջ եւ վերջին ատենը հայտնվեց մեզ համար։ Երբ որ ժամանակը լրացավ, Աստված իր որդին ղրկեց, որ կնոջից եղավ եւ օրենքի տակ մտավ, որպեսզի օրենքի տակ եղողներին ազատագրի այդ դատապարտությունից։ Օրենքը մարդուն հռչակում է մեղավոր եւ մեղքի վարձքը մահն է։ Բայց Հիսուս մեզ ազատագրեց այդ ամենից եւ մեզ շնորհեց օրհնյալ Սուրբ Հոգին, որ մենք այսօր Աստծուն անվանում ենք ինչ? Աբա հայր, մեր սիրելի հայրը։ Հիսուսի խաչելությունը պարտություն չէր, ինչպես մեր օրերում էլ որոշ անմիտներ կան, այդպես կարծող, երբ որ խոսում ենք այդ մասին, ասում են Հիսուս, եթե կարող էր, թող իրեն ազատեր, մեկը որ խաչվել է, դրա հետևանքով մենք ինչ սպասենք։ Այդ նույն բանը ասում էր ձախակողմյան ավազակը, եթե դու կարող ես քեզ ազատի, նաև խաչի առջև կանգնած ոմանք էլ ասում են, եթե քեզ ազատես, կհավատանք, որ Քրիստոսը դու ես։ Աստվածային ճանապարհը դա էր, այդ միջոցով փրկությունը պիտի գար, անպայմանորեն խաչի միջոցով։ Հիսուս մեզ համար անեծք եղավ, որովհետև գրված է անիծյալ է նա, որ խաչից կկախվի, ծառից կկախվի։ Մեզ համար եղավ այդ ամեն բաները։ Հիսուս այդպիսիների համար էլ էր կյանքը զոհել։ Նրանք, որ այդպիսի ամբարտավան խոսքեր են ասում, Հիսուս նրանց համար էլ է իր կյանքը տվել։ Բայց եթե դարձի չգաք ու այդպես մտածեք միջև վերջ, ձեր վրա պիտի գա աստվածային դատաստանը եւ պիտի գնաք միտեղ, որ երբեք չէիք ուզի գնալ, միտեղ, որտեղ կա լաց եւ ակրանտենի կրճտոց, հավիտյանս հավիտենից, որտեղ կրակը երբեք չի մարում, այլ ծծումբը անընդհատ դա բորբոքում է եւ ազատող չի լինելու։
քո ամբարտավան վիճակից իջի, խոնարհի Տիրոջ առջև։ Հիսուս քեզ համար իր կյանքն է զոհել։ Հավատա այդ ճշմարտությանը, նրան հրավիրի քո կյանքիդ մեջ, որ դառնա քո Տերդ եւ քո Փրկիչդ։ Ուրեմն Հիսուսի խաչվելը ոչ թե թուլություն էր կամ պարտություն, այլ իրական հաղթանակ էր։ Հիսուսի խաչելությունը դա Աստծո սիրո գերագույն դրսևորումն է մեղավոր մարդու հանդերձ։ Հովանու 3:16 ամենալավագույն բնորոշում է։ Աստված այնպես սիրեց մեղավոր մարդկությանը, մեզանից ամեն մեկին։ Երբ որ այս համարը կարդում ես, քո անունը դիր։ Աստված այնպես սիրեց Վարդանին, որ իր միածին որդուն զոհեց խաչի վրա, որպեսզի Վարդանը դժոխք չգնա, այլ հավիտենական կյանք ունենա։ Նույն կերպով քո անունը դիր։ Ամենքիս համար սա իրական ճշմարտություն է։ Հիսուսի խաչելությունը տիեզերական նշանակություն ունի։ Ոչ միայն այս երկրի վրա, այլ ամբողջ տիեզերքում հիմնվում ենք, չէ՞ Աստծո խոսքի վրա։ Հետևաբար ապացույցը բերենք Կողոսացիս 1:20 Հայրը Հիսուսի միջոցով ամենքին հաշտեցրեց իր հետ, խաղություն անելով խաչի վրա թափված իր արյունով, թե երկրի վրա եւ թե երկնքի մեջ եղողներին։ Այսինքն այդ խաղությունը միայն հորիզոնական ուղղությամբ չէ, նաեւ ուղղայաց ուղղությամբ է։ Կոսմիկ, այսինքն տիեզերական նշանակություն ունի։ Եվ խաչելության հաղթական կնիքը որն է։ Սիլը, հարությունը։ Եթե Հիսուս խաչի վրա մահից հետո հարություն չառներ, այդ խաչելությունը ոչինչ կդառնար։ Բայց հարությամբ վավերացվեց այդ խաչելությունը եւ խաչի վրա կատարված գործը։ Նախ եւ առաջ, ինչպես որ առաջին մարգարեական խոստումը տրվեց Ծննդոց 3 գլուխ եւ 15 համար, որ կնոջ սերունդը, որ է Քրիստոս, սատանայի գլուխը պիտի ջախջախի։ Եվ խաչի վրա ջախջախվեց այդ անօրենի գլուխը։ Եվ ոչ միայն նրա, այլ նրա բոլոր զորքի, ամեն հրեշտակներ, դևերը, չար ոգիները եւ Հիսուսին հավատալով մենք այդ զորություններից ազատագրվեցինք, մենք Աստծո զորության տակ եկանք։ Հաղթանակ մեղքի վրա, որի հետևանքով, այսինքն մեղքի հետևանքով է, որ կա մահը եւ գերեզմանը, հետո դժոխքը։ Ուրեմն ըստ հերթականության մեղքի վրա հաղթանակ, մահվան վրա հաղթանակ, գերեզմանի վրա հաղթանակ, դժոխքի վրա հաղթանակ։ Հիսուս այս ամեն հաղթանակները տարավ, նրան հավատալով մենք էլ ունենք այս հաղթանակները։ Մենք գիտակցում ենք ինչի տեր ենք։ Մահը մեր վրա իշխանություն չունի։ Մահը գալիս է մարմինը տանելու իրեն։ Այս ծերացող, հոգնող, հիվանդացող, չէ՞։ Քննի տես տարի վրա կնճիռները ավելանում են, ցավերը ավելանում են, հա։ Ի վերջո պիտի այս մարմնից ելենք մի օր, մերը չէ, այն ժամանակավոր կացարան է, որի մեջ մենք բնակվում ենք, բայց Հիսուս մեր այս խոնար, ծերացող, հիվանդացող, մեռնող մարմինը իր փառավոր մարմնին կերպարնակից պիտի անի այն զորությամբ, որ ինքը մեռելներից հարություն առավ։ Հիսուս ինչ խոստացավ։ Հավիտենական փառավորյալ մարմին։ Եվ երբ որ հայտնվեց իր աշակերտների մեջ, երբ որ երկինք գնաց, երբ որ Հովհաննես առաքյալը նրան փառքերի մեջ տեսավ, այդ նույն մարմինը Աստված պիտի շնորհի բոլոր նրանց, ովքեր որ իրեն որպես Տեր եւ Փրկիչ ունեն։
Սակայն այս ամենը, ինչ որ մենք նշում ենք, իրողություն է դառնում բոլոր նրանց համար, ովքեր անկեղծությամբ հավատում են, ովքեր անկեղծությամբ ապաշխարում են։ Ապաշխարությունը մարդկանց համար խրտնեցնող մի բառ է դառել։ Ինչ ապաշխարել, կարծում են բանտարկվել է նշանակում։ Ապաշխարել նշանակում է ազատագրվել, նշանակում է սատանայի կապանքներից ազատագրվել։ Repentance անգլերենով, պակայենիե ռուսերենով եւ մեթանոյա հուներենով, որ նշանակում է մտքի եւ սրտի կատարյալ փոփոխություն։ Աշխարհին առաջ ուրիշ աչքերով էր նայում, հիմա ապաշխարությունից հետո ուրիշ աչքերով ես նայում։ Առաջ ժամանակավոր եւ անցողիկ սկզբունքով էր քննում ամեն բան, հիմա հավիտենականության տեսանկյունով ես քննում եւ տեսնում ես այս աշխարհի դատարկ լիները։ Իրապես, ինչպես Սողոմոն գրեց, ունայնություն, ունայնության, vanity, դատարկ ու պարապ է։ Ապաշխարությունը առաջ քայլն է։ Այս կյանքը, որ Տերը տվեց, իմաստավորվում է, երբ որ ապաշխարում ես, երբ որ քննում ես Աստծո սկզբունքներով, այդ ժամանակ այլ իրապես այս կյանքը Աստծո հետ ես ապրում եւ Աստծո բարիքներն էլ վայելում ես, սխալ բան չկա դրա մեջ, բայց երբ որ դու քո հավիտենական կյանքդ ապահովում ես, ուրեմն ապաշխարությունը առաջի քայլ, որից հետո հավատքի կյանքի ընթացք պիտի լինի։ Հավատացյալը պիտի ապացուցի իր ճշմարիտ իրական հավատքը, որ իրապես Հիսուս իր սրտի մեջ թագավորում է։ Տարիների ընթացքում շատեր ենք տեսել, եկել են, ապաշխարել են, հետո ինչ։ Հետո տեսել ենք այլևս գոյություն չունեն։ Նորից աշխարհի իրենց սովորական կյանքին անցավ, ինչ էր սա, ուրեմն մտքի լուսավորություն, որ իր սրտի մեջ այդ լուսավորությունը չհասավ։ Ոմանք իրենց ծանր կացությունից, հիվանդությունից, դրդված լինելով ապաշխարության աղոթք են անում, սակայն այն իրենց կյանքի մեջ իրողություն չի դառնում, բայց Աստված ասում է. դուք ձեր որդիական կոչումը ապացուցեք, ինչպես նախ եւ առաջ մեր դավանությունը միջև կյանքի վերջ Հիսուս Տեր է ինձ համար եւ փրկիչ է, եւ նաեւ մեր հավատքի կյանքի փոփոխությունը, այն ինչ որ Աստծո խոսքը ներգործում է մեր մեջ, մենք էլ արտագործենք մեր կյանքերի մեջ։ Եվ անշուշտ մեզ տված մեծագույն խոստումը, եթե սա չլներ, մենք պետքություն էլ չենք ունենա աստվածապաշտ լինելու։ Եթե հավիտենական կյանք չկա, ես այստեղից իջնեմ, գնամ իմ տուն, իմ գործերին գնամ։ Բայց որովհետև Աստված հավիտենական կյանք է տվել, եւ դրա համար մեծ արժեք է ինքը տվել, վճարել է իր որդու մահով է վճարել։ Այո, ես ուրախ եմ դրա համար եւ ցնծում եմ, վստահ եմ դուք էլ այդ զգացողություններ ունեք։ Այդպես է։ Ամեն, փառք Աստծո։ Հիսուսի հարության հաղթանակը ինչպես է արտացոլվում մեղքի մահվան եւ գերեզմանի վրա։ Աստծո սրբազան խոսքին ենք դիմում եւ կարդում ենք հետեւյալը։ Եկեք մեկ անգամ եւս ըմբոշխնենք այս հրաշալի խոսքերը։ Երբ որ սատանան քեզ վախեցնում է մահվան այդ իրողությամբ, սարսափով, հիշիր այս բանը։ Վասնզի պետք է, որ այս ապականացու մարմինը անապականություն հագնի եւ այս մահկանացուն անմահություն հագնի։ Մեր մարմինները պիտի փոխվեն, հավիտենականը պիտի հագնենք, փառավորյալ։ Բայց երբ այս ապականացու մարմինը անապականություն հագնի եւ այս մահկանացուն անմահություն հագնի, այն ժամանակ պիտի կատարվի այն խոսքը, որ գրված է թե. մահը հաղթության մեջ ընկղվեց, հատակը իջավ։ Ուր է ով մահ քո խայթոցդ, ուր է ով գերեզման քո հաղթությունդ։ Մահվան խայթոցը
մեղքն է, մեղքը մեզ մահվան է տանում, եւ մեղքի ուժը ինչ է, օրենքը, բայց գոհություն Աստծո, որ մեզ հաղթություն է տալիս Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուստի ինչ է պետք անել եղբայրներ եւ քույրեր, գրված է։ Ուստի իմ սիրելի եղբայրներս, հաստատուն եւ անշարժ կեցեք եւ ամեն ատեն ավելացեք Տիրոջ գործի մեջ, գիտենալով թե ձեր աշխատությունը պարապ չէ Տիրոջմով։ Կորինթոսի եկեղեցին, ում որ ուղղվեց մեր կարդացած շատ համարներ, շատ խառնիճաղանճ վիճակ ուներ։ Այնտեղ մարդիկ կային, մեռելների հարության չէին հավատում, եւ Պողոս Առաքյալը նրանց շատ հանդիմանեց այդ հարցում, որ ձեր մեջ կան մարդիկ, որ մեռելների հարության չեն հավատում։ Հետևաբար ձեր կյանքը ինչ է, ուտենք խմենք մի օր մեռնել կանք, դուք անհավատ մարդկանցից ոչինչով չեք տարբերվում, թեև գտնվում եք այդ եկեղեցու մեջ։ Այս տողերը, որ կարդացինք, սիրելի եղբայրս եւ քույրս, հարցում, մահվանից վախենում ես։ Ասա ոչ։ Անկեղծ ես ասում։ Ասա ոչ, որովհետև Հիսուս մահվան վրա հաղթանակ ունի, դու հարուցյալ որդի ես։ Մի վախեցիր, սատանան է վախեցնողը։ Եթե քո Տերդ ու Փրկիչդ Հիսուս Քրիստոսն է, մենք հարուցյալ որդի ենք եւ երբեք մահվանից պիտի չվախենանք։ Բոլոր ճշմարիտ հավատացյալների հավիտենական կյանքը Հիսուսի մեջ պահված է, ապահովագրված է։ Մեկը մեր ձեռից այդ հավիտենական կյանքը չի կարող խլել։ Հիշիր Հիսուսի հետևյալ խոսքը։ Ասաց, եւ դա գտնում ենք Հովանու 11:25 համար։ Ով որ ինձ հավատա, թեև մեռնի, հավիտենական կյանք ունի։ Աշխարհի համար սա պահված գաղտնիք է, անհասկանալի է, անըմբռնելի է, ինչպես թե մեռնենք, բայց կյանքը իրենց համար միակն է այս կյանքը, բայց մենք գիտենք, որ սա պատրաստություն է իրական հավիտենական կյանք մտնելու։ Եվ հավատացյալի մահը Աստված անվանում է ինչ? Ննջել։ Ննջողը անպայմանորեն արթնանում է, չէ՞։ Մենք այս կյանքի համար ննջում ենք եւ արթնանում ենք հավիտենական կյանքի համար։ Սուրբ գրային հավատալիքներն ու գիտելիքները մեզ դարձնում են իմաստուն, Սոֆիա, ամրացնում են մեր հավատքը։ Ուրեմն, այն ինչ որ մենք քննեցինք այդ հատվածում, որն է որ հանդիսանում է ծածուկ, գաղտնի, պահված, ինչը, այդ իմաստությունը որն է։ Հիսուս Քրիստոսի խաչի վրա մահը եւ հրաշափառ հարությունը, որ աշխարհի համար ծածկված է, բայց մեզ համար Սուրբ Հոգիով բացված է։ Սուրբ Հոգին է, որ այս հաստատակամությունը մեր մեջ դնում է եւ աշխարհի բոլոր ուժերն էլ գան, մեր միտքը երբեք չի փոխվի։ Մենք անվերապահորեն հավատում ենք խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոսին եւ մեր կյանքի միջև վերջին շունչը պիտի դավանենք, որ նա Տեր է, Փրկիչ է, Աստված է։ Միակ նրանով կա մեղքերի թողություն եւ հավիտենական կյանք։ Աստծո ամբողջ գործը այս բանի մեջ է։ Դրա համար ինչ է պետք անել? Ամբարել, հավաքել այդ իմաստությունը, սեփականացնել, ինչպես Պողոս Առաքյալ Հռոմեացիներին գրում է 12-րդ գլուխ եւ 2-րդ համար։ Ձեր մտքի նորոգությունով նորոգվեք։ Այսինքն միակ նորոգությունը, որ մեր մտքի մեջ կարող է բերել, դա Աստծո խոսքն է։ Հաստատուն եւ ամուր փոփոխություն, որպեսզի քննեք, թե որն է Աստծո կամքը, եւ այդ կամքը ինչպիսին է, բարի եւ հաճելի եւ կատարյալ է։ Հետևաբար մեր հոգեվոր պարտականությունն է, որ ամենօրյա չափաբաժին ստանանք Աստծո խոսքից, կարդանք Աստծո խոսքը,
լսենք Աստծո խոսքը, խորենք Աստծո խոսքի վրա։ Հավատացյալը ավելի հոգևոր ռեսերի վրա պիտի գա, ավելի մոտենանք մեր Տիրոջը աղոթքներով, մշտապես ու մշտապես։ Հոգևոր գիտությունը բերում է հոգևոր աճ։ Եվ Պողոս առաքյալը ինչի մեջ մեղադրեց կորինթացիներին, որ դուք կաթնակեր եք, տարիներ անգամ չի փոխել ձեզ, մնացել եք նույն կաթնակերը, այսինքն սովորական այդ իմացած ձեր բաների վրա մնացել եք, բայց ամենատեն պիտի աճենք Քրիստոսի լման հասակի չափին հասնելու։ Ինչ է պետք անել, հաստատուն կերակուր ունենալ։ Մի վախեցիր, որ կարդում ես ու բաներ կա, որ չես հասկանում։ Կհասկանաս, երբ որ խնդրես, երբ որ պրպտաս, երբ որ հարցնես, կհասկանաս այդ մասին, անբարենք այդ ամենը։ Աճենք Քրիստոսի մեջ։ Այսօրվա նյութը ավարտենք Եբրայեցիներին գրած նամակով 5-րդ գլխում հետևյալն ենք կարդում, այդտեղ հենց սկզբում Քրիստոսի քահանայական կարգի մասին է խոսում, որպես Մելքիսեդեկի կարգի պես քահանայապետ, եւ մենք դա վստահ ենք, որ Մելքիսեդեկը հենց Հիսուս Քրիստոսն է, դրա ապացույցը մենք ունենք։ Եվ շարունակում է, որի վրա շատ ըսելիք ունենք, որ դժվար է մեկնել, վասնզի ձեր լսելիքները բթացած են։ Սա հանդիմանական խոսք է, այսինքն գալիս է եւ ներս չի գնում։ Չգիտեք, միգուցե գալիս է, մյուս կողմից դուրս է գալիս։ Դասատուները ծույլիկ աշակերտների համար այդպես էին ասում, չէ՞։ Բայց պետք է, որ մեր լսելիքները սուր լինեն, մտադրված լինենք, որ այդ խոսքը ներս թափանցի, կյանքի խոսք, որպես հոգևոր կերակուր։ Վասնզի թեպետ պետք էր, որ միջև հիմա ուսուցիչ լինեիք։ Ու ժամանակին նայելով սովորեցնեիք, բայց դուք էլ պետք է սովորեք, թե որոնք են Աստծո պատգամների առաջի սկզբունքները, դեռ այն հասարակ բաները չգիտեք, թեև տարիներ է անցել, հաստատուն կերակուր, աստվածաբանություն, վարդապետական և գործնական, բայց նրանք ովքեր որ կաթնակեր են, նրանց համար փափագելին ինչ է, պատմություններ լինի, մարդկային հորինվածքներ լինի, չէ, կենցաղային հարցերի քննարկում լինի, այդպիսի բաներ են փնտրում, բայց խորունկ բաներ, Քրիստոսի անձը, կատարած գործը, ամեն անգամ զմայլվում ենք, երբ որ սերտում ենք, նորանոր բաներ։ Քանզի նա, որ կաթնակեր է, արդարության խոսքին անհմուտ է, որովհետև տղա է։ Ուզում ես այդ վիճակի մեջ մնալ, վստահ եմ որևէ մեկը չի ուզում կաթնակեր լինել։ Այս եկեղեցում, հետևաբար, լսի, կարդա, աղոթի, աճի։ Բայց հաստատում կերակուրը չափահասների համար է, որոնց զգայարանքները սովորությամբ վարժված են բարին և չարը զանազանել։ Հետևաբար, սիրելի եղբայրս և քույրս, եթե աստվածային իմաստությունից պակսած ես, խնդրեցեք և պիտի տրվի, և այս բանի մեջ հետամուտ լինենք, անբարելու Աստծո խոսքը, ոչ միայն որպես գիտելիք ունենալու, նաև գործադրենք մեր կյանքերի մեջ, որ դա ծառայի որպես իմաստություն։ Տերը այս բանի մեջ թող ամեն մեկի շնորհք տա եւ աճենք Քրիստոսի լման հասակի չափ ունենալու եւ Տեր օրհնի ձեզ Աստծո խոսքը եւ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտներում խորհուրդին մեջ չի քալեր,
ու մեղավորներուն ճամփուն մեջ չի գնար և ծաղրնողներուն նստած տեղը չի նստիր Հապա նոր հաճությունը Աստծո օրենքին մեջ է Եվ ցորեկ ու գիշեր անոր օրենքին վրա կմտածել Անիգա ջուրի ճամփաները տնկված ծառի պես պիտի լա Որ իր ժամանակին իր պտուղը պիտի տայ Ու անոր տերևը պիտի չթափի Եվ ինչ բան որն է պիտի հաչողի Այսպես չեն ամբարիշները Հապա մողեղի պես Որ հովը կծրվել Ասոր համար ամբարիշները Դատաստանի մեջ պիտի Չկրնան կենալ Ոչալ մեղավորները Արդարներուն ժողովին մեջ Վասիները կճանչնա Արդարներուն ճամբան Բայց ամբարիշներուն ճամբան պիտի կորսվի